Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ բժիշկ, հասարակական եւ մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարդապետյան։ Պարոն Վարդապետյան, հարցազրույցը, եթե այսպես ասեմ, սկսելու ենք ոչ այդքան ստանդարտ թեմայից։ Ես գիտեմ, որ ձեզ համար վաղուց, այսպես ասած, ընդունելի չէ այս կաթողիկոսը Գարեգին Բ-ի մասին է խոսքը։ Դուք բազմիցս առիթ եք ունեցել այդ իմաստով արտահայտվելու ձեր շրջապատի, ձեր ընկերների մոտ, եւ հիմա ուզում եմ խոսենք դրա պատճառներից, թե ինչու է նման մոտեցում ձևավորվել ձեզ մոտ եւ երբ, ինչու պատճառները։ Ես իրոք չեմ կարող թաքցնել, բայց իհարկե մի քիչ համարում եմ ոչ կոռեկտ, որ իմ անձը պետք է խոսի այնպիսի պատասխանատու սրբազնագույն պաշտոն կոչում զբաղեցնող անձի վերաբերյալ, բայց նաև լինելով միշտ անկեղծ իմ զգացողությունների մեջ, գտնում եմ, որ ժամանակն է։ Եվ նաև տեսնելով շատ ուշացումով այս աժիոտաժը, շատ ուշացումով, ինձ համար նույնիսկ ինչ որտեղ զարմանալի է, որտեղ վաղուց ի վեր իմ մեջ ձևավորվել է այդ կերպարը չհամակրելու, չընդունելու զգացողությունը։ Ես ձեզ պիտի մի փոքր ավելի մանրամասնեմ, ընկնեմ իմ հիշողությունների գիրկը։ Դեռ ուսանողական տարիներին ես հաճախ էի լինում կիրակի օրերին Էջմիածնի Մայրվանքում եւ լինում էի այնտեղ, որպեսզի Սուրբ Պատարագին մասնակցեի եւ ճիշտն ասած ինձ համար վայելք էր Լուսինե Զաքարյանի երգեցողությունը։ Ես ամեն անգամ, ինչպես ասում եմ, շաքաղված այդ եկեղեցական երաժշտության հնչյունների ներքո եւ հատկապես այն պահը, երբ վեհարանից եկեղեցականների ուղեկցությամբ մոտենում էր Վազգեն վեհափառը, պատկերացրեք ինչպիսի խարիզմա, եւ պատահում էր այնպես, որ միշտ վեհափառը իր աչքը դնում էր իմ գլխին, ես համարում էի, որ արդեն օրհնված եմ, եւ այդ զգացողությունը կրկնվում էր գրեթե ամեն կիրակի։ Եվ իմ մեջ մի ձգտում կար, ինչպես անել, որ անձնապես շփում ունենալ թե Լուսինե Զաքարյանի, թե իհարկե Վազգեն վեհափառի հետ։ Եվ պիտի ասեմ, որ տարիներ անց իմ այդ երկու իղձերն էլ թեկուց վեհափառի հետ դա եղավ մի էպիզոդով, բայց այնուամենայնիվ կայացավ։ Ես հետագայում շատ մեծ բարեկամություն հաստատեցի Լուսինե Զաքարյանի ընտանիքի Խորեն Պալյանի հետ, որը նաև իմ ավագ մտերմագույն ընկերն էր։ Ես հիմա շատ հուզվում եմ անգամ այս հիշողությունները ունենալիս։ Ու գիտեք, երբ որ հայ եկեղեցի, քրիստոնեություն, հավատք, այս ամեն ինչը ասելիս, իմ աչքերի առաջ այո, Վազգեն վեհափառն է, իսկ իմ ականջներում Լուսինե Զաքարյանի երգեցողությունն է։ Երջանիկ մարդ եք։ Բայց նաև ձեզ պիտի ասեմ, որ Լուսինե Զաքարյանի այս հոգևորական, այս սրբագործված հոգեբանական ձայնը, ելույթները, այս ամեն ինչը հղկվել է Խորեն Պալյանի շնորհիվ։ Դա իրենց մտերիմները գիտեն։ Ու մի անգամից ուզում եմ տեղափոխվել, ահա մի հիշողություն։ Ես շատ էի Խորենի հետ մտերիմ, մենք միասին նաև որպես մտավորական ընկերներ մասնակցում էինք հանրահավաքային բոլոր շարժումներին։ Եվ Խորենի հետ մենք քայլում էինք հանրահավաքի վերջին շարքերում, որովհետև այն ժամանակ քոչարյանական ռեժիմը հրահանգ ուներ յուղերից եկած երիտասարդներին, ովքեր վերջում հետ էին մնում շարքերից, ոստիկանական այդ մեքենաները կլանում էին, բռնում եւ Խորենի հետ հարձակվում էինք այդ երիտասարդներին, որպեսզի ոստիկանությունը չտաներ։ Ու այսպես ասած Խորեն Պալյանը միշտ իր օբյեկտիվ քննադատական վերաբերմունքը իշխանությունների հանդեպ, ինչպես եւ ես, եւ ահա ես հիշում եմ 2007 թվականի հունվարի 19-ին մեզանից հեռացավ Խորեն Պալյանը։ Անչափ դառը վիշտ, բոլորս այլայլված էինք, որտեղ հանկարծամահ էր եղել։
Եվ բացի այդ վիշտը, բացի այդ կորստի զգացողությունը մեզ խորենի ընկերներին եւ մտերիմներին համակել էր մի շատ ծանր զգացողություն։ Խորենը փափագում էր, որպիսի ուղարկավորվեր ինքը Լուսինե Զաքարյանի կողքին։ Բայց ոչ միայն դա չէր հաջողվում, այլ ընդհանրապես չէր հաջողվում եկեղեցու տարածքում ամփոփել։ Եվ անիմաստ էր մեր միջամտությունը, քանի որ մենք էլ, այսպես ասած, ընդդիմադիր գործիչների մտավորականների պիտակ ունեինք, ուղղակի անելանելի վիճակի մեջ էինք, չգիտեինք ինչ անել։ Եվ ահա, ես իհարկե այս եթերից պիտի արժանին հատուցեմ։ Խորենի համալսարանական ընկերը պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը կարողացավ հարցին լուծում տալ։ Նա նույնպես շատ մոտ էր Խորեն Պալյանի հետ, եւ ահա Գուրգեն Մելիքյանը կարողացավ Սերժ Սարգսյանի միջոցով կարգադրել վեհապար հայրապետին, որպիսի համաձայնությունը տա եւ Խորենին կարողացանք ուղարկավորել Սուրբ Կայանեի եկեղեցու տարածքում, իհարկե բավականին հեռու։ Ես մշտապես Խորենի հետ այցելում էի Լուսինեի մահվան օրը, ծննդյան օրը, եւ հիմա շատ հաճախ այցելում եմ երկուսի գերեզմաններին, խոնարհվում եմ նրանց գերեզմանի առջև։ Եվ ես չեմ ուզում լուսահոգի Խորենի անունով բնութագրել այսօրվա մեր դեռևս աթոռը զբաղեցնող անձնավորությունը։ Երևի թե կոռեկտ չէ, բայց այնքան դիպուկ էր բնութագրում։ Եվ իմիջայլոց ես նաև պիտի ասեմ, չէ որ Խորեն Պալյանը մի պատահական անձնավորություն չէր։ Նա սոսկ Լուսինե Զաքարյանի ամուսին չէր, նա հայտնի մտավորական, շարականագետ, հոգևոր երգիչ, մանկավարժ։ Ես հիշում եմ Խորեն Պալյանի հանդեպ իր ուսանողների պաշտամունքը եւ Խորենը երգում էր շարականներ, բոլորը բերանացի, անգիր։ Ես չեմ պատկերացնում եկեղեցական ուսմունք, կրոնագիտություն ավելի խոր որևէ մեկը տիրապետեր։ Եվ Խորենի հանդեպ պատկերացրեք ինչպիսի փոքրոքի վերաբերմունք։ Եվ նորից եմ ասում, դա եղավ տարբեր միջամտությունների, մասնավորապես նշված անձնավորության, պիտի ասեմ, միջամտության շնորհիվ։ Սա իհարկե կարող է թվա փոքր դրվագ է, բայց ոչ, սա անձը բնութագրող շատ կարևոր մի օրինակ է։ Ավելին ուզում եմ, ավելի վաղ մի հիշողություն եւս։ 99 թվականի հոկտեմբերի կարծեմ 25-ը կաթողիկոսական ընտրությունների այդ սև ու մութ օրը մեր պետության, մեր պետականության, մեր ժողովրդի համար։ Դրանից 2 օր առաջ մեր հանճարեղ մայեստրոյի Օհան Դուրյանի հյուրերն էին Երուսաղեմից Թորքոմ պատրիարքը եւ, եթե չեմ սխալվում, Մեսրոպ պատրիարքը Կոստանդնուպոլսի։ Ու նաև ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ Թորքոմ պատրիարքը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մայեստրոյի հետ։ Ամեն անգամ Հայաստան գալիս, Երևանում գտնվելիս նրանք միշտ հանդիպել են։ Դեռ ավելին, անգամ Օհան Դուրյանին իրենք են սովորեցրել հայերեն լեզու, իսկ Դուրյանն էլ հոգևորականներին սովորեցրել է արաբերեն եւ երաժշտություն։ Եվ իհարկե մի հետաքրքիր դեպք էլ մայեստրոն պատմում էր, ինքը մի երգ էր գրել Թորքոմ պատրիարքի բանաստեղծության վրա։ Եվ Լուսինե Զաքարյանը այդ երգը միշտ սիրով երգել է, բայց չի իմացել, որ խոսքերի հեղինակը Թորքոմ պատրիարքն է, որովհետև կեղծանունով էր գրվել Շեն Մահ։ Ես մի անգամ Խորենին ասեցի, Խորեն ջան, Լուսինեն գիտեր, որ այդ երգը ով է բառերը գրել, ասես գիտեր, որ Օհան Դուրյանի երգն է, բայց ասի չէ, որ բառերը Խորենը ինքը նույնպես չգիտեր, դա գաղտնի էր, դա ես մայեստրոյից էի իմացել։ Մի խոսքով, բավականին երկար նստել էի
Դուրյանի տանը եւ իրենց հեռանալուց հետո, երբ ես եկա մայեստրոյի տուն, շատ հուզված էր Դուրյանը, չափազանց հուզված եւ ասեց լավ բան չի սպասվում։ Այսինքն նախորդ գիտեին կանխազգում էին, թե Լավ բան չի սպասվում։ Երկու պատրիարքները այնպես նկարագրեցին, որ ուղղակի չեմ ուզում վերարտադրել, հա, մեծ դժբախտություն պիտի լինի։ Մեծ դժբախտություն, այսինքն եկեղեցու գլուխը ոչ արժանի մեկը պիտի լինի։ Դա էր ասված, ասեց չարիք պիտի լինի, չարիք, այս ձևով։ Եվ իհարկե այս ամբողջը իմ մեջ այսպես մարմնավորվեց, այսպես նստվածք ունեցա ես ու ձևավորվեց իմ վերաբերմունքը։ Եվ հիշում եմ 2008 թվականը մարտի 1-ի դեպքերից հետո, իսկ մինչ այդ դեպքերը մեր պայքարող ժողովուրդը ամեն անգամ այսպես հույսով, հավատով, որ միգուցե վեհապարը կգա, ժողովրդի հետ կլինի, ես բացարձակ այդպիսի սպասելիք չունեի, որովհետև ես զգում էի, որ հոգով սրտով նա ում հետ է, դեռ այն ժամանակվանից ում հետ է և առ այսօր ում հետ է, ոչինչ էլ չի փոխվել, և ի վերջո նրանք բոլորը ում հետ են։ իսկ ում հետ են։ Դե ինչ եք հարցնում։ Հիմա գիտեք, ես այս անձնական էմոցիոնալ պահերը թողնենք մի կողմ։ Հիմա սա սուբյեկտիվ պահ է։ Ճիշտ է, կարևոր դետալները, որ ես ձեզ ասեցի, բայց սա սուբյեկտիվ պահեր են։ Ես բնավ սա չէի վերարտադրի այս ամենի մասին։ Եվ կարելի էր անգամ իմ անձնական այս սուբյեկտիվ վերաբերմունքը թողնել մի կողմ, բայց երբ որ տեսնում ես այս կարևորագույն օղակը, նրա առաջնորդող այրերը դառնում են խիստ վտանգավոր մեր երկրի պետականության հանդեպ, սա է անթույլատրելի։ Հիմա մենք այսքան խոսում ենք, Հերմինե ջան, հիբրիդային պատերազմի մասին։ Մարդիկ էլ չեն պատկերացնում շատերը հիբրիդային, այո, մենք երկար ժամանակ վաղուց ի վեր այդ հիբրիդային պատերազմի մեջ ենք։ Պարզապես երբեմն լինում է ակտիվացումներ, սրացումներ եւ միջև ընտրարշավը, նոր ընտրությունները, դուք պատկերացրեք, թե ինչ սրացումներ պիտի լինեն։ Եվ այդ սրացումները, որ լինում են, ով են դրա հանգուցային կետերը։ Դուք միաթիշեք ինչ օլիգարխներ եկան, գնացին, բանտարկվեցին, դուրս եկան, դրանց ուժերը չբավարարեց, եկեղեցու մասնակցությունը, եկեղեցու քաղաքականացումը։ Եվ հիմա ես մի քիչ երկար խոսեցի, բայց ուզում եմ մի շատ կարևոր, կոնցեպտուալ, հանգուցային մի միտք հնչեցնել, որպեսզի մեր հարցազրույցի հետագա դրույթները կառուցվեն այս գաղափարի շուրջ։ Ես արդեն ասեցի հիբրիդային պատերազմի մասին։ Ես ասեցի, որ սրացումներ պիտի լինի։ Հիմա դուք տեսեք, 15 միլիոն եվրո Եվրամիությունը հատկացում է անում, որ մենք այս հիբրիդային պատերազմի ճիրաններից դուրս գանք, պրոֆիլակտիկ կանխարգելիչ քայլեր անենք, բայց մեկ էլ վերջերս մենք լսում ենք, եթե թիվը կսխալվեմ, դուք ուղեք 185 միլիոն 165 միլիոն 165 միլիոն դա ուղղակի նշված թիվն է, այսինքն ռուսական շրջանակները, այդ ինչ է, Կիրիենկոյի եւ անգամ ձեզ չի զարմացնում, որ ոչ միայն այդ քաղտեխնոլոգ լրագրողները, այլև արտգործնախարարը, էլ չեմ ասում ամեն օր հերթապահ խոսող արտգործնախարարության խոսնակի մասին, անդրադառնում են Գյումրիի նախկին քաղաքապետի կերպարին, դուք պատկերացրեք, սա ինչ իջեցում է։ Հիմա որն էր այդ հանգուցային միտքը։ Ես սա մեր հասարակության համար եմ ուզում ավելի հասկանալի լինի։ Դուք տեսեք, մենք ունենք պայքար ինքնիշխանության, անկախ պետականության եւ ունենք մյուս կողմը գուբերնիայի,
ծայրագավառի կողմնակիցների։ Մենք ունենք պայքար նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի։ Մենք ունենք պայքար առողջ երկիրը առաջ տանող առաջադիմություն եւ զարգացում եւ խաղաղություն ապահովող գաղափարների եւ դրանց իրագործման մեխանիզմների եւ մենք ունենք պայքար հակասություն դրանց դեմ ամեն գնով գուբերնիա ռուսական ոդկա այստեղ պահելու ռուսական շահերին այսպես կոչված եւ ուզում եմ ավելի հասկանալի դարձնել պատկերացրեք որքան է ատելության, չարության չափերը մեծացել, նույնիսկ պաթոլոգիկ ախտաբանական վիճակների հասել։ Օրինակ կան մի շարք մամուլի լրատվամիջոցներ, լրագրողներ, այսպես կոչված մտավորականներ, ես որ նայում եմ դրանց անունը դրել եմ բայղուշ խումբը, բայղուշ խմբեր են դրանք, չարագուշակ, բայղուշություն են անում։ Հիմա պատկերացրեք, որ մի ժամանակ թիրախավորել էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Երևի թե վարչապետի հետ ջերմ հարաբերությունները տեսնելով, նրանք Մակրոնին թիրախավորած, ինձ համար դա աբսուրդ էր, անհասկանալի։ Չէ որ Ֆրանսիայի նախագահը միգուցե նա Ֆրանսիայի քաղաքացիների համար թիրախ է, կարող են քննադատել, անգամ Ֆրանսիայի հայերը, բայց Հայաստանի ժողովուրդը որոշակի հատված Մակրոնի հրաժարականը, Մակրոնի հասցեին խոսի, չարացած, Մակրոնի եւ կնոջ հարաբերությունները քննարկի, այն պարագայում, որ Մակրոնի եւ Փաշինյանի հարաբերությունները ջերմ են, բայց չեն հասկանում արդյոք, որ Մակրոնի միջամտությամբ մենք պարզապես խուսափեցինք շատ ծանր պատերազմական իրավիճակներից։ Արդյոք չեն պատկերացնում, որ այդ երկրի միջնորդությամբ մենք կարողացանք շատ կարևոր հարցեր լուծել եւ հասնել այս հանգրվանին։ Ես այս օրինակը պատահական չբերեցի։ Հիմա տեսեք, նայում եմ լրատվամիջոցները երեք, տեսնում են Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահի հետ նստած եւ ոչ միայն նստած, չափազանց ջերմ վերաբերմունք է, հաղորդակցություն է եւ նույնիսկ ինչ որտեղ զգում ես, որ կա մեծ համակրանք, հիմա նորից իրանք գրում են, դա չհամարեք դիվանագիտական հաջողություն, են մյուսը սկսում է Թրամփի հոգեկան աշխարհը վերլուծել, են մյուսը ծաղրում է, այսինքն ով եք դուք, ով ենք մենք, որ աշխարհի գերտերության ղեկավարին պիտի ծաղրի ենթարկենք, այսինքն այդ նեղ պրիզմայով են նայում, եւ իհարկե սարսափելի տխուր էր, երբ իրենք, բոլորից շատ իրենք էին քննադատում, որ գերիները տեղ չեն հասնում, 4 գերիներ եկել հասել են, չգիտեմ դուք զգացիք տեսարանը, ես չնկատեցի, որ նրանք ուրախացան, շատ շատերի մոտ անգամ զայրույթ եւ հուսահատություն էր, իսկ սա ինչ է, եթե ոչ ինքնաոչնչացում, ինքնակուրացում, սա այս զայրույթը հասնում է պաթոլոգիկ չափերի։ Մենք պիտի այս մասին մտածենք, կարող եք դուք երկրի ղեկավարին քննադատել, չընդունել, բայց այսպիսի չափերի հասնի, որ ես անտեսեմ այն կարևորագույն առաջընթացը, որը դուռ է բացել։ Գիտեք, մի ժամանակ անգամ մենք ազգովի, ընդ որում մեր առաջադեմ մտածող հասարակության գիտակից մասը երազում էինք, որ Ֆրանսիայի հետ մոտ ենք, գոնե Ֆրանսիայի հետ ռազմաստրատեգիական պայմանագիր ստորագրենք, գոնե Ֆրանսիայի, բայց հիմա մենք ինչ պայմանագրեր ենք ստորագրել, ինչ հանգրվանի ենք հասել, եւ եթե օրնի բուն աշխատենք, այն ինչ որ պլանավորված է, մենք գիտեք ինչեր կարող ենք անել, այո, մենք կարող ենք դառնալ տարածաշրջանի ամենակարևորագույն պետություններից մեկը։ Եվ ես նայում եմ երեկվա այդ հանդիպումները, դա ճիշտն ասած, թողնենք անձերը։ Ես ուղղակի եւ վստահություն է իմ մեջ առաջանում, այ հիշում եմ այն վախը ամենօրյա պատերազմի վտանգի, իսկ հիմա ես նայում եմ,
վստահություն, ապահովության զգացողություն, ապագային նայում եմ ավելի լավ աչքերով եւ հասկանում եմ, որ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է դարձել եւ նաեւ հավատում եմ, որ այս գործընթացները պիտի հասնեն տրամաբանական ավարտին ու Հայաստանը պիտի լինի տարածաշրջանի կարևորագույն պետություններից մեկը։ Պարոն Վարդապետյան, բայց թեև իմ բոլոր հարցերին գրեթե արդեն պատասխանեցիք, ներողամիտ կլինեք, ես Չէ, ընդդիմության մասով իհարկե շատ խոսելու թեմաներ կա, տեսեք դուք կարևոր խնդիրներ բարձրաձայնեցիք գերիների վերադարձի մասով, նույն խաղաղության օրակարգի մասով, օրերս Ադրբեջանի նախագահն էր խոսել, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը բավարար կամք դրսեւորեն, խաղաղության պայմանագիրը կարող է շատ շուտով ստորագրվել ու կարծես թե սա էլի այն թեման էր, որ պիտի չշահարկվեր եւ բոլորը սրանից պիտի պարզապես ուրախանային, բայց ընդդիմություն չէր լինի, եթե չասեր, որ սա նախընտրական տրամաբանության մեջ օգնություն է Նիկոլ Փաշինյանին, հետո ընդդիմությունը նաև հայտարարում է, որ Ֆիդանն է Թուրքիայից հայտարարություններով հանդես գալիս օգնում, այսպես ասած, այս իշխանություններին։ Եթե այս մանկամտությունը մի կողմ թողնենք, պարոն Վարդապետյան, այնուամենայնիվ ինչու չի ձևավորվում կամ գոնե խորհրդարան չի հասնում այն ընդդիմությունը, այն ընդդիմադիր ուժերը, որոնք պետականամետ են, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի սուվերենությունը կասկածի տակ չեն դնում, Հայաստանին որպես անկախ պետություն են ընկալում, իսկ որոշ ընդդիմադիր շրջանակների մոտ, հատկապես նրանք, ովքեր հիմա խորհրդանում են, կարծես նրանք խնդիր ունեն Հայաստանը ինքնիշխան ընկալելու հետ կապված, նրանք պարզապես միշտ հայտարարում են, որ մեզ պետք են ճակերտավոր ասած փրկիչներ, հիմա էլ իրենց առաջարկի հենց մեծ մասը կապված է նրանից, որ մենք պիտի վերադառնանք, այսպես ասած, Ռուսաստանի գիրկը, այլապես մեր վերջը կգա, նույն Կարապետյանների ուժը, որ հիմա եկել է, առաջարկը նույնն է, որ խաղաղության պայմանագիրը պիտի եւս մեկ երաշխավոր կողմ ունենա, այդտեղ պիտի միանա նաեւ Ռուսաստանը։ Եթե հարցս ձևակերպեմ, ինչու այդ շրջանակների մոտ նախ չկա անկալումը Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, այսինքն իրենք Հայաստանը անկախ եւ ինքնիշխան չեն պատկերացնում եւ հետո ինչու այն ուժերը, որոնք առողջ ուժերը, այսպես ասեմ, ընդդիմադիր շրջանակները, որոնք Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հետ կապված խնդիր չունեն, այդ իմաստով պայքարի մեջ չեն հասնում խորհրդարան։ Այստեղ որտեղ է խնդիրը։ Ես ճիշտ ասած անհամբեր սպասում էի հենց նաեւ այդ հարցին։ Ու դուք երևի իմ նախորդ հարցազրույցներին հետևել եք, ես շատ եմ կարևորում այդ հարցը, այսինքն գաղափարապես հասուն քաղաքական ուժեր նորմալ ընդդիմություն ունենալ, որովհետև նորմալ ընդդիմությունը մեր վաղվա իշխանությունն է լինելու, եւ վերջապես գաղափարական ընդդիմության շնչառության ներքո նաև կբարձրանա իշխանության որակը, բայց ես նաև պիտի ձեզ ասեմ, այդ զգացողությունը ես ունեմ, ով էր մեր պետական բարձրագույն պաշտոնյաներից, որ ասում էր գտնված ընդդիմություն է իրենց, բայց ես շատ դեմ եմ, դա իրենց համար միգուցե գտնված ընդդիմություն է, բայց պետականության համար շատ վտանգավոր եւ հետ տանող ընդդիմություն է։ Ու ինձ թվում է այս առաքելությունը եւս պետք է իր վրա վերցնի վարչապետը։ Ես այդ չզարմանաք։ Այսինքն վարչապետը պիտի ձևավորի նաև ասեմ այո, պետք է նպաստել դրան։ Նպաստել։ Ինչպես։ Հենց հիմա ասեմ ինչպես։ Այ իմ նախորդ հարցազրույցում ես ասում էի, ինչ կարիք կա ամեն անգամ, ընդ որում ամիսը մի քանի անգամ բանավեճի հրավիրել նախկին նախագահներին։ Ինչ էր դրանով ապացուցելու կամ ինչ մի նորություն էր բացահայտելու պարոն վարչապետը նախկիններին բանավեճի հրավիրելով։ Ամեն ինչ պարզ է։ Բոլորն էլ գտնվում են նույն, այսպես ասած, գծից այն կողմ եւ որևէ բան չէր բացահայտվելու։ Դրա համար ես առաջարկում էի, պետք չէ նրանց կարևորել։ Եթե նրանց բանավեճի ես հրավիրում, նշանակում է նրանց համարում ես, այսպես ասած, կարևոր գլխավոր ընդդիմություն, բայց նրանցից շատերի տեղը ոչ թե բանավեճի հրավերք ստանալն է, այլ այն վայրերը, որտեղ որ իրենք շատ հաճախակի գնում եւ գալիս են ու պիտի գնան։ Հետևապես բանավեճի պետք է հրավիրել, ես նույնիսկ անվանապես եմ ասել,
քաղաքական գործի, քաղաքական ուժի ղեկավարի, որը կարող է գաղափարական բանավեճ ունենալ, առաջարկել ծրագրեր, քննարկումներ, տնտեսական մոտեցումներ։ Ես չգիտեմ, դուք ուշադրություն դարձրել եք, ես օրինակ ուզում եմ ձեզ հիշեցնել, տարիներ առաջ ես հիմա որ նայում եմ ու հիշեցնում եմ իմ ընկերոջը Արամ Սարգսյանին, ինքը տարիներ առաջ ասում էր, որ այդ ճանապարհը անգամ պետք է հետագայում կոչել Միացյալ Նահանգների նախագահի անունով։ Դեռ ոչ Թրամփ էր եկել, ոչ այդ մասին խոսք կար։ Եվ անընդհատ տարիներ ի վեր Արամ Սարգսյանի բարձրացրած հարցերը տնտեսական եւ հանքարդյունաբերության, եւ կիսահաղորդիչների, եւ այդ թվային ամբողջ այդ անվանումը կրող Արարատյան դաշտ, եւ ջրային ռեսուրսների, եւ միջուկային ռեակտորների հետ կապված, չէ՞ որ բանավեճը պիտի կայանա այսպիսի թեմաների շուրջ, գաղափարական։ Մեկը կխոսի բալանսավորված արտաքին քաղաքականության, մյուսը կգտնի, որ դա արդեն ավելի ձգձգում է, պետք է անցնել միանգամից արևմտյան կողմնորոշման։ Մի խոսքով, այսա կլինի իսկապես գաղափարական բանավեճը։ Նախ կուզենամ խոսեք այն մասին, թե դուք արդյոք իհարկե ձեր հուշերը պատմեցիք, հիշողություններով հետ գնացինք, բայց դուք անձնապես շփումներ կամ առիթ ունեցել եք շփվելու Գարեգին Բ-ի հետ, ձեր տպավորությունների մասով էլ կուզեմ կիսվեք, եւ նաեւ այն իմաստով կուզեմ խոսենք, որ կարծես թե եկեղեցու ներսում վախի մթնոլորտ կա կամ ճգնաժամ կա, տեսեք նախ համար 1 պատճառը նման պնդում անելու համար եկեղեցու ներսում որոշ սպասավորներ, հոգևորականներ սկսել են արդեն միմյանց հանդեպ դատական հայցեր ներկայացնել։ Գևորգ Սրբազանը նախ դատական հայցով հայց ներկայացրեց կաթողիկոսի դեմ, հաղթեց եւ թեմի առաջնորդի իր այսպես տեղը վերադարձավ, հիմա արդեն Մայրաթորն է դատական հայց ներկայացրել Տեր Արամի դեմ, այսինքն նշանակում է, որ եկեղեցու ներսում արդարության խնդիր կա եւ իրավապահ համակարգում են փորձում փնտրել եւ գտնել այդ հարցերի պատասխանը եւ նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը եպիսկոպոսատ ժողովը հրավիրում է ոչ թե Հայաստանում էջմիածնում, այլ Ավստրիայում։ Սա արդյոք մտահոգիչ չէ եւ արդյոք այստեղ տեղին են այն խոսակցությունները, որ այս կերպ փորձում է ապահովագրել իր եղբորը Եզրաս Ներսիսյանին, որը կրկին իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում է։ Հիմա ըստ էության այդ բարենորոգման կարիքը կա թե չկա, անկախ նրանից թե ովքեր են դրան նախաձեռնողները։ Երբ որ մեր հոգևոր կարևորագույն ոլորտում է տիրում այլասերվածությունը, անբարոյականությունը, չափուսահման չի ճանաչում, եւ դա քողարկել, եւ այդ հարցերը վեր չհանել, իսկ ճիշտն ասած, ովքեր խոսում են այդ մասին, չգիտես ինչու, նրանք ինչ է, եկեղեցին քանդողներն են, իսկ այլասերվածություն, անբարոյականություն եւ նման բոլոր արարքներ թույլ տվողները, նրանք եկեղեցին ամրապնդողներն են։ Դուք տեսեք ինչ աբսուրդի իրավիճակ են ստեղծել։ Դա անընդունելի է։ Եվ այդքան որ շատ է խոսվում կուսակրոնության մասին։ Գիտեք ինչ, ես պիտի ասեմ, որ նաև մասնագիտության առումով ինձ համար դա անընդունելի մի օրենք է։ Եվ երբ որ այս բարենորոգության, այս բարեփոխումների շրջանը եղավ, պիտի անպայման այդ հարցը քննարկվի։ Ինչ է ավելի լավ չէ ունենան զավակներ, բարոյական, նորմալ, լավ ընտանիք, եւ եթե քննադատում են այդ մարդկանց, ես շատերի զավակներին գիտեմ հրաշալի սերունդ է, ու նաեւ պիտի խնդրեմ երբեք սերնդին թիրախավորել չի կարելի, երբեք, ավելի լավ չէ այդպիսի հրաշալի սերունդ ունենան, քան քերակնոջ ինստիտուտ զարգացնեն, այլասերվածություններ եւ այլն, միանշանակ ավելի լավ է, ես շատ կուզենամ գան այն ժամանակները եւ հնարավորինս շուտ, որ մայր եկեղեցին, Էջմիածինը լինի աշխարհի կարևորագույն եւ իրական հոգեվոր կենտրոնը։ Այն հոգեվոր կենտրոնը, որը նպաստի մեր հոգեվոր դաստիարակությանը եւ պետականության ամրապնդմանը, ոչ թե ծառայի դրսի ուժերին եւ արգելակիչ ու վտանգավոր դերակատարություն ունենա մեր պետականության զարգացման համար։
Իսկ երբեմն էլ ասում են դրանք են բարեփոխումներ անող, ինչ որ անուններ են թվարկում։ Ես այդ նույն մարդկանց ուզում եմ հակադարձել։ Մի շատ դիպուկ օրինակով դարձյալ իմ հետ պատահած։ Գիտեք, էլի շատ տխուր, ամենատխուր օրներ ինձ համար Դուրյանի հոգեհանգիստը պիտի լիներ եւ ինձ մոտեցան, ասեցին բնականաբար հոգեհանգստյան արարողությունը կանցկացնի Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Ես վկաներ կան ձեռքս խփեցի սեղանին, ասին դա էր պակաս։ Դա չի լինելու։ Եվ իրենք գնացին, որոշում կայացրեցին, որ պետք է լինի, այն ժամանակ կարծեմ Անգլիայում էր մեկ այլ arczepiskopos Նաթան Սրբազանը։ Դե ես չգիտեմ տարբերությունը իրենց մեջ, բայց այն ժամանակ Նավասարդ Կճոյանին պաշտպանողները եւ ինձ քննադատողները հիմա հակառակը սկսել են նրան դատապետել։ Ինչ է իմ ասելիքը։ Բարենորոգման շարժմանը սահմանափակելու իրավունք որևէ մեկը չունի։ Բոլորն իրավունք ունեն այդ գործընթացների մասնակցել, բայց նաև պետք է նկատի ունենալ։ Դա շղթայական ռեակցիա է։ Այդ գործընթացի մեջ ենք մտնում եւ դա միջև վերջ է ընթանալու։ Հենց անգամ եթե կան այնպիսի եկեղեցական այրեր, որ իրենք են մասնակից եղե, հետո գիտեք ինչ կա։ Ես եւ Հերմինե ջան, դուք կամ մյուսները չեն մեղավոր, որ այդպիսիք են հավաքվե։ Դարձյալ դրա մեղավորը այսօրվա Կտրիչ Ներսիսյանն է, որ բոլորին հավաքել է։ Հիմա եթե այդ մարդիկ ուզում են բարեփոխվել, եկեղեցին բարենորոգել, մենք արգելակելու որևէ մեկը դրա իրավասությունը չունի, բայց դա պետք է լինի միջև վերջ։ Եվ ես վստահ եմ, որ այո, հայաստանյաց առաքելական եկեղեցին պիտի լինի միջև վերջ բարենորոգված եւ պետք է նպաստի պետականության ամրապնդմանը։ Եվ process-ին շատ կարճ, եթե պարոն Վարդապետյան, process-ն ինչու է փորձում արգելակել հենց ինքը Գարեգին բն, ինչու է ձգձգում։ Գիտեք ինչ, ախր շատ հարցեր կա, որ ինչու է ուզում։ Միգուցե չի ուզում, պարտադրված է անում։ Որտեվ այո, կա մի մեխանիզմ, որ զգում ես անընդհատ ձգձգվում է այս գործընթացը։ Կարելի է մեծահոգություն անել եւ լավ միջանցք է թողնված արժանապատիվ հանգստի գնալու եւ ձևակերպումը շատ լավ է արված։ Կարելի է օգտվել։ Պետք չէ դեմ գնալ, պետք չէ հակառակվել, կրքեր շիկացնել։ Դա լավ տեղ չի տանում։ Շնորհակալ եմ պարոն Վարդապետյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի բժիշկ, հասարակական մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի հետ։ Կհանդիպենք։